Այս տարվա ընտրությունները լովին տարբերվում են անցած ընտրություններից։ Բավականին մեծ է այդ աշխարհաքաղաքական կոմպոնենտը այս ընտրությունների ընթացքում, ինչպես եւ դուք նաեւ նշեցիք, տարբեր ուժեր իրենք ներգրաված են ընտրություններում, փորձում են իրենց ազդեցությունը ունենալ ընտրությունների արդյունքների վրա, հետևելով իհարկե իրենց ազգային շահերին։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրամիությունը իրենք աջակցում են այսօրվա իշխանություններին, նաև աջակցությունը մենք տեսնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից եւ սա բավականին պարզ է, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում խոսքը գնում է նրա մասին, որ իրենք տեսնում են մի ղեկավար Հայաստանի ղեկին, որը պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, ինչու իրենք չպետք է օգտվեն ստեղծված առիթից, դրա համար իհարկե իրենք աջակցում են եւ փորձում են ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի եւ քաղաքական պայմանագիրը մեծամասնություն ունենա պարլամենտում։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, իհարկե իրենք էլ նաեւ ունեն իրենց ազգային շահերը։ Միացյալ Նահանգների պարագայում դա առաջին հերթին հենց TRIP-ի ծրագիրն է, որը իրենք փորձում են կյանքի կոչել եւ արդեն որոշ համաձայնություններ ունեն այսօրվա իշխանությունների հետ, ունեն նաև ռիսկերի այդ խնդիրը, եթե իշխանապողություն լինի ընտրությունների արդյունքում, ապա բավականին ռիսկային է, թե կյանքի կոչվի այդ TRIP ծրագիրը, թե ոչ։ Դրա համար իրենք նախընտրում են աջակցել Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագրին, իսկ ինչ վերաբերվում է Եվրամիությանը, ապա բավականին պարզ է նաեւ իրենց պարագայում, որ գտնվելով լարվածության մեջ արդեն մի քանի տարի է Ռուսաստանի հետ, իրենք փորձում են դիվերսիֆիկացնել այն ուղիները, որոնք տանեն դեպի կենտրոնական Ասիա, մի տարածաշրջան, որը հարուստ է նավթով, գազով, ինչը շատ կարևոր է եւ պետքական է Եվրամիության զարգացման համար եւ նաեւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Դրա համար իրենք Հայաստանը դիտարկում են որպես պետություն, որի միջոցով իրենք կարող են հասնել կենտրոնական Ասիա, սա հարց կարող է առաջանալ ինչու ոչ Վրաստանը, որովհետև կան ճանապարհներ Վրաստանի միջոցով դեպի Ադրբեջան, հետո հասնել կենտրոնական Ասիա եւ այդ ճանապարհները գործում են արդեն երկար ժամանակ, բայց խնդիրը նրանում է, որ 2024 թվականի ընտրություններից հետո Վրաստանում բավականին լարված են հարաբերությունները նաև Բրյուսելի եւ Թբիլիսիի միջև, ինչը հենց հանգեցրել է նրան, որ Եվրամիությունը շեշտը դնի Հայաստանի հետ զարգացնել եւ խորացնել իրենց հարաբերությունները եւ իհարկե իրենք այս պարագայում հետաքրքրված են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նաև Ռուսաստանի մասին կարող ենք խոսել, դժվարանում եմ ասել, թե հստակ դիրքորոշում Ռուսաստանը ունի, թե ոչ, կարծես այնպիսի տպավորություն է ստացվում, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հետաքրքրված ավելի շատ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով եւ այդքան մեծ ուշադրություն չի դարձնում Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, չնայած որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք այս սանկցիաների կիրառումը, տնտեսական ճնշումը, նաև հստակ հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ի անդամակցությանը Հայաստանի կամ հետագա այդ ծրագրերին, որ իրենք ունեն դեպի Եվրամիություն գնալը, սա արդեն որոշ նշումներ են, սիգնալներ են, կարելի ասել Մոսկվայի կողմից, բայց որքանով են իրենք պրոդուկտիվ այս ընտրությունների նախաշեմին կիրառել այդ սիգնալները, չեմ կարող հստակ այս բանը ասել։ Ռուսաստանի կողմից այս այդպես կոչված աջակցությունը իբրև թե ընդդիմությանը իրականում այնպիսի տպավորություն է, որ աջակցությունն է այսօրվա իշխանություններին Հայաստանի Հանրապետության, որովհետև երբ որ դու նախընտրական շեմին մի քանի ընդամենը օր է մնացել ընտրություններին, սկսում ես այսպիսի մեծ տնտեսական ճնշում իրականացնել հայ հասարակ քաղաքացիների առաջին հերթին նկատմամբ, որովհետև առաջին հերթին իրանց է այս ամեն ինչը վերաբերվում, ապա Հայաստանի իշխանությունները կարող են ստեղծված առիթից օգտվել, առաջին հերթին շարունակել տարածել այդ հակառուսական թեզերը, որ տեսեք Ռուսաստանը ճնշում է իրականացնում Հայաստանի վրա, փորձում է արդյունքների վրա ընտրության ազդել, եւ երկրորդը, քանի որ Հայաստանը այսօրվա իշխանությունները իրենք ընտրել են այս եվրոինտեգրման այս ծրագիրը եւ բավականին արագ եւ էֆեկտիվ տարածում են դա հասարակության մոտ, որ Հայաստանը եվրոպական ապագա ունի, մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, իրենք կարող են օգտվել ստեղծված առիթից, ցույց տալ, որ ճնշում կա Ռուսաստանի կողմից այս տնտեսական սահմանափակումները, խնդրեն Եվրամիությանը, որ Եվրամիությունը ժամանակավորապես աջակցի Հայաստանին, գնի բոլոր այդ ապրանքները, որոնք հիմա կհայտնվեն սանկցիայի տակ, ինչի արդյունքում հասարակ քաղաքացին տեսնելով, որ Եվրամիությունը իրենց աջակցում է, գնում է այդ ապրանքները, ինքը կնախընտրի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ կնախընտրի ունենալ եվրոպական ապագա այդպես կոչված այդ ուղին։ Սա բավականին խնդրահարույց է դառնում եւ ես չեմ կարող հստակորեն ասել, սա Ռուսաստանի կողմից
փորձելով աջակցել ընդդիմությանը, իրենք իրականում ստացվում է, որ աջակցեցին իշխանություններին, թե սա ինչ որ հերթական Ռուսաստանի հենց Կրեմլում է տարբեր ուղիները, որ քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը միատարր չի, այնտեղ Ռուսաստանը տարբեր խաղացողներ Ռուսաստան հենց ներսում կան, որոշ խաղացողների կողմից այս ծրագիրը առաջ բերվեց, որը իրականում ի օգուտ հենց քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյանին է եւ այդպես կոչված արևմուտքի եւ արևմտյան ուժերի։ Ես ընդամենը մի քանի օր առաջ եվրոպական իմ գործընկերների հետ էի զրուցում Եվրամիության այս անդամակցելու Հայաստանի ապագայի մասին եւ ես կարող եմ վստահորեն ձեզ ասել, որ չեմ հանդիպել որևէ փորձագետ տարբեր երկրների փորձագետների հետ եմ շփվել եվրոպական որևէ փորձագետ չեմ հանդիպել, ով կարող է ռեալիստական այդ մոտեցումը ցուցաբերել, որ Հայաստանը կարող է մոտակա ապագայում անդամակցել Եվրամիությանը, անգամ խոսում էին նրա մասին, որ ոչ միայն ընդհանուր միջև 2030 թիվը, այլ նաև մոտակա 20-25 տարվա ընթացքում Հայաստանը ունի այդ հնարավորությունը դառնալ Եվրամիության անդամ պետություն, որովհետև այնտեղ կան այլ պետություններ, որոնք բավականին երկար ժամանակի արդեն սպասում են նույն բալկանյան պետությունները, Չեռնագորիան, Մոնտենեգրոն կամ Ալբանիան, մի շարք այլ պետություններ արդեն շատ երկար ժամանակ իրենք այդ ընթացքում են գտնվում։ Հիմա ոնց կստացվի, որ Հայաստանը արագորեն կանդամակցվի, իսկ այդ պետությունները շարունակեն սպասել, դա այդ փորձագետների կողմից այս կարծիքն եմ լսել, որ դա հնարավոր չի, բայց երկրորդ պատճառը, որը ավելի հստակ է, դա հենց այդ ստանդարտներն են, որը ունի Եվրամիությունը։ Հայկական ապրանքների ստանդարտները չեն համապատասխանում Եվրամիության ստանդարտներին։ Իրենք համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության ստանդարտներին։ Հիմա որպեսզի դու փոխես այս ստանդարտները, քեզ բավականին երկար ժամանակ է դրա համար պետք եւ մեծ գումար է նաև պետք, որպեսզի դու այդ ստանդարտները փոխես, համեմատեցնես հենց եվրոպական ստանդարտներին։ Հիմա ավելի ճիշտ չէր Հայաստանի իշխանությունների կողմից, եթե իրենք ձգտում են, իրոք ձգտում են Եվրամիությանը, այլ ոչ թե հերթական պոպուլիստական հայտարարություններն են, ուղղակի սկսեին այդ ստանդարտների փոփոխության ընթացքը, փորձեն ստանդարտները բարձրացնել, ինչը իօգուտ է լինելու Հայաստանին եւ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, հետո նոր արդեն երբ որ տեսնեին, որ պատրաստ է Հայաստանը, նոր սկսեին այդ քաղաքական կոմպոնենտը կիրառել, խոսել նրա մասին, որ Հայաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը եւ ընտրել եվրոպական ապագան, ինչի համար իհարկե պետք է նաեւ հանրակրվե անցկացվի Հայաստանում, որպեսզի ժողովուրդը իր կարծիքը նաեւ ցուցաբերի։ Բայց Հայաստանի իշխանությունները տեսնում եք, որ առաջին հերթին կիրառում են քաղաքական կոմպոնենտը, ինչը հանգեցրել է աշխարհաքաղաքական նաեւ բախմանը, որովհետեւ Եվրամիությունն ու Ռուսաստանը բախման մեջ են ըստ էության գտնվում, եւ Հայաստանը ոնց որ այդ բախման նոր արենա է դառնում երկու այդ գերտերությունների միջև, ինչը միայն վնաս է բերելու Հայաստանին։